Այս պահին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում մռայլ լռության մեջ տեղ են գտել հարյուրավոր սրտեր, որ եկել են հրաժեշտ տալու մի մարդու, ով տարիներ շարունակ բեմի վրա ոչ միայն խաղացել է, այլ ապրել ու շնչել է կերպարներով, վերածվելով ազգի սիրելի արտիստի։ Այստեղ է տեղի ունենում վաստակաշատ դերասան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանի հոգեհանգստի արարողությունը։ Եկեղեցին լեցուն է ոչ միայն ծաղկեպսակներով ու խնկով, այլ նաև անկեղծ հուզումով հարազատների, գործընկերների, բարեկամների, հանդիսատեսի ու նրանց կողմից, ովքեր նրան ճանաչել են որպես արվեստի նվիրյալ ու անփոխարինելի դերասան։ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանն, ում երկար տարիներ կապել է գործընկերային ու մարդկային ջերմ հարաբերություններն Արայի հետ, դժվարությամբ էր զսպում հուզմունքը խոսելով նրա մասին։ Արան պարզապես Պարոնյանի թատրոնի դերասան չէր։ Նա վերջին 25-30 տարիների լավագույն արտիստներից մեկն էր Հայաստանի մշակութային դաշտում։ Նրա կերպարները, իր սուր արտահայտչամիջոցները, խոր զգացմունքային վարպետությունը բեմի վրա նրան առանձնացնում էին շատերից։ Արտիստների մեջ լինում են տաղանդավորներ, բայց Արան դրանցից այն հազվագյուտ տեսակներից էր, որ իր տաղանդով վեր էր ամեն օրինաչափությունից։ Նա ապրում էր կերպարով, ներթափանցում էր դերում և փոխանցում էր այն ուժգնությամբ, որ հազվադեպ է հանդիպում այսօր։ Թատրոնի տնօրենը հիշում է նաև վերջին հանդիպումներից մեկը՝ մի հեռախոսազրույց, որը հետագայում դարձավ ողբերգության նախերգանք։ Եթե չեմ սխալվում, դա հունվարյան մի օր էր։ Արան հերթական ներկայացմանն էր մասնակցում ու խաղում էր գլխավոր դերը։ Ներկայացման ավարտից հետո զանգեց ինձ ասելով, որ ինքնազգացողությունը վատ է եղել, գլխապտույտ է ունեցել, դժվարությամբ է խաղացել։ Այդ խոսքերը հետո կարծես հուշում էին մի բանի սկիզբը, որը մենք այդ պահին դեռ չէինք պատկերացնում։ Խոսելով հրաժեշտի արարողության կազմակերպման մասին, Շահբազյանը նշեց, որ ինքը որպես թատրոնի տնօրեն իր պարտքը համարել է առաջարկել հրաժեշտ տալ թատրոնից, բեմից, որտեղ Դեղտրիկյանը ստեղծել էր իր արվեստի վեհագույն պահերը։ Իմ սուբյեկտիվ և օբյեկտիվ կարծիքով դերասանի տունը թատրոնն է։ Այդ բեմը նրա կյանքի հյուսվածքներից մեկն էր, և ես առաջին իսկ օրվանից այս հարցով խոսել եմ ընտանիքի հետ, առաջարկելով հրաժեշտի արարողությունն անցկացնել թատրոնից։ Սակայն Արայի կինն, ում հետ ես միշտ ջերմ ու փոխադարձ հարգանքի հարաբերություններ եմ ունեցել, անկեղծորեն ասաց. «Չգիտեմ, ես ուզում եմ եկեղեցում լինի»։ Մենք իհարկե հարգեցինք ընտանեկան այդ որոշումը։ Շահբազյանն ավելացրել է նաև, որ արարողության հետաձգումը պայմանավորված է եղել հենց այդ որոշմամբ։ Եկեղեցին զբաղված էր, և դրա պատճառով հոգեհանգստի օրն էլ մի քանի օր ուշացավ, բայց կարևորն այն է, որ ամեն բան կազմակերպվեց ըստ ընտանիքի ցանկության ու արժանապատիվ ձևով։ Այս խոսքերից պարզ է դառնում, որ Արա Դեղտրիկյանը մինչև վերջին օրը շրջապատված է եղել հարգանքով ու սիրով, թե իր գործընկերների, թե ընտանիքի կողմից։ Նա անցավ բեմից դեպի հավերժություն, սակայն բեմը, հանդիսատեսը, թատրոնը և նրա գործընկերները միշտ կմնա նրա հիշատակի կրողները։ Եվ այդ հիշատակը վաղուց դուրս է եկել միայն թատրոնի պատերից։ Արա Դեղտրիկյանը դարձավ մեր ժամանակի հայ արվեստագետի խորհրդանիշը, մարդու, ով միաժամանակ կարող էր լինել կատակերգական կերպարների կենդանացնող, բեմի հմայիչ վարպետ և նաև խոհուն մտավորական։ Նրա վերջին հրաժեշտը գրանցվում է ոչ միայն այսօրվա օրացույցում, այլ նաև մշակութային պատմության մեջ։ Այսօր հայ մշակույթն իր թանկագին կորուստն է վշտով արձանագրում։ Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում այսօր հուզումնալից մթնոլորտ է։ Այստեղ է տեղի ունենում սիրելի դերասան Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ճանաչված դեմք, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանի հոգեհանգստի արարողությունը։ Նա հեռացավ կյանքի բեմից, բայց մնաց արվեստի պատմության մեջ որպես արտիստ, ում անունն ասոցացվում էր խոր ներաշխարհի, բեմական ճշմարտության ու մարդկային պարզության հետ։ Վերջին հրաժեշտը մարտի 22-ին է ժամը 11-ից 13-ը, որը տեղի կունենա նույն վայրում՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Դերասանի գործընկերներն ու ընկերները չեն թաքցնում ոչ միայն իրենց վիշտը, այլ նաև իրենց հիացմունքը նրա ստեղծագործական ուղու ու անհետականության հանդեպ։
Եվս մի գույն պակասեց մեր քաղաքից, երկրից։ Արա Դեղտրիկյանը մեծ արտիստ էր, լրագրողների հետ զրույցում ցավով նշել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը, հավելելով. նրա նման արտիստին պետք է հուղարկավորեին իր ծառայության վայրից, թատրոնից։ Չգիտեմ ով է կազմակերպել ամեն ինչ, բայց հենց այդպես էր ճիշտ ու արժանապատիվ լինելու։ Լրագրողների հարցին արդյոք վերաբերմունքի բացակայությունը կապ ունի Արա Դեղտրիկյանի երբեմն իշխանություններին ուղղված քննադատությունների հետ, Ալեքսանյանն արձագանքել է հստակ. չգիտեմ ինչով է պայմանավորված, բայց խոսքի ազատությունը վերագրել մարդու մատուցած ծառայությանը, նման զուգահեռներ անցկացնելն անիմաստ է։ Մարդը տարիներ շարունակ ծառայել է երկրին, թատրոնին, մշակույթին, արվեստին, դա չէ այն արժևորումը, որ նա պետք է ստանար։ Արա Դեղտրիկյանը բեմում ու կյանքում տարբերվում էր իր ապրող արվեստով, կենդանի խաղով, բնատուր հումորով և կենսասիրությամբ։ Նրա յուրաքանչյուր կերպար հանդիսատեսի հետ ապրած երկխոսություն էր, անկեղծ, ազնիվ, անհիշելի։ Նա մեկն էր այն արվեստագետներից, որոնք ոչ միայն բեմը լցնում էին լույսով, այլև իրենց կյանքի ողջ ընթացքով սովորեցնում էին մարդ մնալ՝ բարությամբ, սկզբունքայնությամբ և հոգևոր ազնվությամբ։ Այսօրվանից քաղաքը մի քիչ ավելի գորշ է առանց նրա, բայց հիշողությունները չեն մարում։ Արա Դեղտրիկյանը կմնա մեր հիշողություններում որպես արվեստի մի վառ լույս, որը մարումով անգամ շարունակում է տաքացնել։